Իրանք միլիոններ կանած ասեն, մենք 10,000-ը չեն կարող ասել։ Մակարդակ է պետք դրա համար, որ ասենք ինքը հասկանա ինչ է ասում, ինչի համար է ասում։ Ոչ թե 3 միլիոնով բաները պարգևադրում տա։ Ես մենակ մի բան կասեմ ձեզ, եթե թոշակառուն իմանա այս դիմացը ընտրությունների ժամանակ կապացույցա, գիտի թե չգիտի։ Մեր փողը չի հերիքում, մի իզուր խոսրեք։ Պետք է ձեռարելու բանը 10,000 ինչ է թոշակառուն ավելացնում։ Իրանք պարգևաճարները չեն տանելու հետները։ Դագաղա գրպան չունի, որ դնեն։ Այդքան բան, всё։ Համարսպետները, որ 3-4 միլիոն պարգևավճար չստանան, նախարարները չստանան, այդ մարդիկ շատ են չարչարվում։ Այդ մարդիկ ընտանիք են պահում, ժողովրդի մնացած մասը երևի ընտանիք չի պահում։ Նրանք պետք է այդ պարգևավճարները ստանան, թոշակառուն պետք է նորմալ թոշակ չստանա։ Դա իրանց մոտ ամեն ինչ աբսուրդի աշխանի է հասցրած։ Մարդը ծառայել է, լինի ներքին գործերի համակարգում, զինված ուժերում կամ քաղաքացիական թոշակի անցած մարդը, լավ, այդ թոշակով ինքը ապրում է։ Ինչի՞ մա պարտադրեն, որ ասենք թոշակ ինքը դրանով առևտուր անի։ Ինչի՞ մա, հա, քարտով առևտուր անել էլի զարգացում է, լավ է, բայց պարտադրած ասեն, ենթադրենք այդ մարդը ենթադրենք մեծ տատիկ պապիկներ են, չեն կարողանում, ասենք օգտվել, ասենք ենթադրենք դրանից, դա ինչպես կբացատրեք։ Լավ, ասենք բանկոմատներից օգտվել դա շատ լավ բան է, զարգացում է, նորից եմ գտնում, բայց թոշակառուն ինչի մար, ասենք սուտ խափելով ասեն, բարձրացնենք թոշակը, առևտուր անես կբարձրանա, տոկոսները կբարձրանա, չեմ, ես դա չեմ, համամիտ չեմ։